Ծով աչքերի պատճառով հեռուստասերիալում Արամը Ռեբեկայի հետ հանդիպման ժամանակ մի քանի հատ նշանադրության մատանի է դնում Ռեբեկայի դիմաց և խնդրում ընտրել իբր իր սիրած աղջկա համար։ Ռեբեկան էլ ընտրում է, չիմանալով, որ այդ մատանին հետագայում կրելու է հենց ինքը իր մատնեմատին։ Էլլան էլ Արմանին պատմում է, որ Գորն ու Սառան շուտով ամուսնանալու են և հիմա պատրաստվում են հարսանիքի, գնումներ են կատարում և այլն։ Իսկ շուրջ բոլորը մարդիկ ուրախ են նրանց համար և ամեն բան շատ լավ է։ Էլլան իհարկե ևս ուրախ է Սառայի համար, սակայն շատ տխուր է, երբ պատկերացնում է, թե ինչ կլինի, երբ հերթը հասնի իրենց հարսանիքին, երբ բոլորն իմանան, որ իրենք հաշտվել են։ Արդյոք հանգիստ կընդունեն այս միությունը։ Արմանը լսում է Էլլային և մտահոգվում, որ նա այսքան տխուր է։ Նա մխիթարում է և ասում, որ ամեն բան լավ կլինի, որ կարևորը պապիկը տվել է իր օրհնությունը, իսկ Ռեբեկայի կծու խոսքերին մի կերպ կդիմանան։ Էլլան զարմանքից ապշում է, որ Արմանը այս գաղտնիքը բացահայտել է պապիկին, դեռ բավական չէ, դեռ մի բան էլ պապիկը դեմ չէ իրենց հարաբերություններին։ Էլլային շատ է ուրախացնում և սփոփում այս նորությունը։ Իսկ Սառան վերջապես մեր այսքան խնդրելուց ու խորհուրդ տալուց հետո որոշում է պապիկին պատմել ճշմարտությունը Արսենի ոչ ադեկվատ ու լկտի պահվածքի մասին։ Սարոյանը հիմա արդեն գիտի ու պարզ է, որ չի պատրաստվում հանդուրժել ոմն Արսենի ներկայությունը իր տպարանում։ Սառան շատ անգամ փորձեց ըմբռնումով մոտենալ այս ամենին, բայց ինչպես երևում է, դիմացինը չի հասկանում նրա լավությունը։ Սարոյանը կանչում է Արսենին և ասում, որ նրա փորձաշրջանն իր տպարանում այլևս ավարտված է։ Արսենը զարմանքից ապշում է, որ Սառան պապիկին պատմել է ամեն բան, քանի որ մտածում էր միամիտ հիմար աղջիկ է և իր ուզածով կպտտեցնի, վերջում էլ կտիրանա ժառանգությանը և իր համար մինչև խոր ծերություն ապահով կապրի։ Սակայն տեղի ունեցավ անսպասելի շրջադարձ, ու Սարոյանը նրան վերջապես դուրս է վռնդում իր տպարանից։ Անսպասելի շրջադարձ, սակայն չի կարելի անվանել հետևյալ զարգացումը, երբ Սարոյանը Սառային նախապատրաստում է այն նորությանը, որ շուտով հենց նա է դառնալու իր ողջ ունեցվածքի միակ ժառանգը։ Սառան շփոթված ու զարմացած նստած լսում է, իսկ պապիկն ասում է, որ իր որոշումը պայմանավորված է եղել այն բանով, որ նա 3 քույրերից ամենախելացին է, հավասարակշռվածը և աշխատասերը։ Սարոյանն ասում է, որ ինքը շատ կցանկանար Ռեբեկան ու Էլլան էլ Սառայի նման լինեին, և ինքը այսօր ստիպված չլիներ այս որոշումը կայացնել, բայց արդեն շատ ուշ է։ Նրանք հասուն աղջիկներ են և այլևս երբեք չեն փոխվի։ Ռեբեկան պատահաբար լսում է պապիկի այս խոսքերը և շատ է ազդվում։ Իսկ ինչու չի կարելի համարել այս ամենը անսպասելի շրջադարձ, քանի որ Ռեբեկան և Էլլան վաղ թե ուշ իմանալու էին այս մասին, իմանալու էին, որ պապիկը իր ամբողջ ժառանգությունը թողնում է Սառային, և նորմալ է, որ Ռեբեկան ազդվում է, ով էլ լիներ նման արձագանքեր ունենալու։ Հիմա անսպասելի չի լինի, եթե Ռեբեկան կրկին տրամադրվի Սառայի դեմ, նրա նկատմամբ իրեն ավելորդություններ թույլ տա ու նեղացնի։ Մի խոսքով, ինչպես տեսնում ենք, Սառայի հանդեպ վատ վերաբերմունք դրսևորելու պատճառները երբեք չեն ավարտվում, ու սերիալն էլ, ինչպես տեսնում ենք, անվերջ ձգձգվում է։ Հարգելի հետևորդներ, ինչպես կվարվի Արսենը, երբ արդեն կորցնելու բան չունի։ Արդյոք կգնա ինչ-որ կտրուկ քայլերի, թե հեշտ ու հանգիստ կթողնի և կհեռանա տպարանից։ Գրեք ձեր կարծիքը այս տեսանյութի ներքևում։